Բարեկամական համերգի ծրագրով Ալավերդի քաղաքում է Լիտվայի Ալիտուս քաղաքի Դայնավա երգի պարի համույթը, որը 35-ից ավելի տարիների պատմություն ունի։ Խմբի ղեկավար Ռոմուալդ Ամբրոզավիչուսի խոսքով այցելությունը շատ պատահական է ստացվել։ Լիտվացիները համերգային ծրագրով պետք է լինեին Վրաստանում եւ վերջին պահին որոշել են այցելել նաեւ Ալավերդի հին բարեկամներին եւ մի բարեկամական համերգ էլ այստեղի ժողովրդական համույթի հետ կազմակերպել։ Սարահարթի մշակույթի պալատի բեմում Դայնավա երգի պարի համույթն է։ Լիտվական Դայնավա խմբի եւ լազուր ժողովրդիկների համույթի միջև կապը ստեղծվել է 1986 թվականին, երբ լիտվական համույթը համերգային ծրագրով այցելել է Ալավերդի քաղաք ելույթ ունենալու լազուր ժողովրդիկներ համույթի հետ։ Կապն ամրապնդվել է փոխադարձ այցով։ Դրանից հետո արդեն միմյանց հետ շփվել են նամակագրության միջոցով։ Այս տարիների ընթացքում սերնդափոխություն է կատարվել, որը սակայն չի խանգարել ազգային երգն ու պարը ներկայացնող երկու խմբերին շարունակել համագործակցությունը միմյանց հետ։ Լիտվացիների ելույթին արդեն հաջորդեցին Սարահարթի հրաշամանուկներ, պարային խմբի եւ լազուր ժողովրդիկներ համույթի ելույթները։ Հանդիսատեսը ոգևորվել եւ մեծ բավականություն է ստացել համերգից։ Այսպիսի պահեր հաճախ պետք է ապրել։ Իսկապես վայելեցինք բոլոր կատարումները։ Ուրախ կլինենք, որ նմանատիպ միջոցառումներ մեր քաղաքում հաճախ լինեն, նշում է Անահիտ Ղահրամանյանը։ Ազգերը գալիս են ու հասկանում ես, որ Հայաստանը սիրում են, մենք է սիրում ենք Պրիբալտիկան, սիրում ենք այդ ազգերը ու այս միաբանության մեջ ցույց տրվեց, որ Հայաստանը շատ սիրով ընդունում ամեն ազգի։ Դայնավա խմբի անդամ Թոմաս Յաշտոսը նշում է, որ ողջ համերգի ընթացքում իրենք զգում էին դահլիճի ջերմությունը, ինչն ավելի էր ոգևորում ելույթ ունենալու համար։ Այստեղ մարդիկ շատ լավն են եւ համերգը լավ անցավ։ Բարը շատ ուրախ ստացվեց, քանի որ ջերմ հանդիսատես ունեին։ Երկու խմբերը սիրով հետևում էին միմյանց պարերին, լսում կատարումները։ Համերգի վերջում արդեն հայ եւ լիտվացի բարեկամներին բեմում միավորեց հայկական զուռնան։ Լուսինե Փարսադանյան, Արման Տիտանյան, լուրեր։